Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում թատերական ներկայացման ձևով հանդիսատեսին մատուցվեց մեր ժամանակի հայտնի բանաստեղծ Վիգեն Հովսեփյանի պոեզիան։ Երևույթը ինքնին նշանակալից էր, ահա ինչու մեր հաղորդաշարը որոշեց անպայման անդրադարձ կատարել։ Բանն այն է, որ վերջին տարիներին այս համատարած անուշադրությունը գեղարվեստական գրականության նկատմամբ, մշակույթի նկատմամբ, հատկապես պոեզիայի նկատմամբ աղետալի հետք է թողել մեր հոգիների վրա։ Եվ այդ պատճառով էլ շատ գնահատելի են այն ձեռնարկները, որոնք մեզ վերադարձնում են մեր բնական կերպին։ Այո, ես հավատացած եմ ու ես համոզված եմ, որ հայ մարդու բնական կերպը իր մշակույթն է, գտնվել մշակույթի մեջ եւ ապրել մշակույթով։ Դուք պիտի տեսնեիք միայն, թե ինչ ոգևորություն էր տիրում դահլիճում։ Մեր նկարանող խումբը ներկա էր, մենք ավելի շատ հետևում էինք դեմքերի արտահայտությանը, մարդկանց վերաբերմունքին, ընկալումներին, որ մեզ համար շատ կարևոր էր։ Իսկ այն, ինչ որ կատարվում էր բեմում, բացառիկ էր։ Ճիշտ ընտրություն բանաստեղծությունների, երբ բանաստեղծությունները բովանդակությամբ խոսում են միմյանց հետ, կապված են միմյանց հետ եւ միասին ձևավորում են մի ամբողջական աշխարհայացք, որը հենց վարպետորեն գեղարվեստական ձևով Սոս Սարգսյանի Սուրբ անունը կրող թատրոնը մատուցեց հանդիսատեսին։ Բոլորը ակնապիշ հետաքրքրությամբ հետևում էին բեմադրությանը։ Թատրոն էր դարձել պոեզիան։ Ինձ շատ դուր եկավ նաև այն, որ դերասանները ճիշտ էին ընտրել բանաստեղծություններ, քանի որ ես լավապես ծանոթ եմ բանաստեղծի ստեղծագործությանը, նրա գլուխգործոցներին, բոլոր լավագույն գործերը, որ ստեղծել է Վիգեն Հովսեփյանը, նրանք իրենց տեղը գտան այդ թատերական ներկայացման մեջ, դառնալով հիմնական ասելիք ու հիմնական բովանդակություն։ Ես միայն մեկին կարող եմ անդրադառնալ, սիրելի բարեկամներ, անցնելու են տարիներ, անցնելու են տասնամյակներ, եւ մեր օրերի մասին, երբ խոսեն, մեր օրի դժվարությունների, կորուստների, նեղությունների մասին եթե խոսք գնա, մեկը պիտի բարձրանա ու հարցնի ուր է իր դուն։ Այս հարցը մեր գրականության մեջ տվել է Վիգեն Հովսեփյանը։ Ես իրեն շատ շնորհակալ եմ ոչ միայն այս հարցի համար, այլև այն լավ գրականության համար, որ այս հեղինակը բերում է, որ ստեղծում է։ Գրականություն, որ գաղափարական գրականություն է, գրականություն, որ մեզ ասում է վեր կաց հայ մարդ, հայրենիքդ վտանգի մեջ է, վեր կաց եւ ի գործ, դադարեցնում ենք խոսելը, եւ մենք մեկ նպատակ ունենք, գործ անենք մեր հայրենիքի համար։ Այսպիսի գրողների կարիք մենք շատ ունենք, սիրելի բարեկամներ, եւ այդ պատճառով իմ հոգու մեջ մնացել է այն մեծ հաճույքը, որ ես ամեն վարքյանը ապրեցի ներկա լինելով թատերական այդ բեմադրության մեջ։ Նաև պիտի ասեմ, որ շատ հետաքրքիր ձևեր էին ընտրել պոեզիան մատուցելու, նախ ասմունքը գեղեցիկ, ասմունքը ճիշտ, բովանդակությունը ընկալող, եւ ապա ամենից կարևորը այն էր, որ նոր ձևեր էին պոեզիան մատուցելու, նոր կերպեր էին մեր երիտասարդ դերասանները ընտրել, հայտնաբերել, հայտնագործել։ Ահա ինչու իմ շնորհակալությունն եմ հայտնում Սոս Սարգսյանի անունը կրող թատրոնին, վստահ եմ, որ այդ աշխատանքը կշարունակվի, վստահ եմ նաև, որ թատրոնը կունենա մեր ազգային կյանքում մեծ հաջողություններ։ Տաղանդը, որ ես տեսա այդ բեմադրության մեջ, տաղանդը գալիս է եւ բեմադրության հեղինակից եւ տաղանդավոր դերասաններից, որոնք անպայման կերտելու են մեր վաղվա օրը։ Ահա ինչու ավարտելով խոսքս ուզում եմ ասել հետևյալը. պոեզիան մտնում է ասպարեզ եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մուտքը Վիգեն Հովսեփյանով եղավ։ Թում, որ այդ քրիչովը մանուշակակույնի նժույգի նման սլացար ու բարձրացար վերերը, շատ վերերը, ու մուտ երկինքներու մեջ լուսին ու աստղեր իրարանցուցիր, այդ քրիչովը ով գյաններ ալգոցիր, ու սարմոք թարցալ հանդարտեցուցիր, այդ քրիչը դուր է, զայնով գոդրեց։ Այդ աթամանթակուր քրիչըտ, այդ սրի գայացացել էշտակի մի քրիչըտ, որ խոսքերով արքանցներ պեղնավորեց, իր կրած պարերով դաշտեր կագաչներ ծաղկեցուց, ու մասիսը սպիտակով զարդարեց։
Այդ ազնվական քրիչը դուր է սիրելիս, ձայնով գոդրեց։ Անհոգ եղիր սիրելիս, քրիչըտ երբեք չեն հաջողիր գոդրել, չեն հաջողիր, քանզի բարդությունները ժամանակավոր են, իսկ հաղթանակները հավիդենական։ Փորձեցին գոդրել ոգիք 3 գիշեր, հոգիդ շաբաթ գիշեր, իսկ նիզակները ամեն գիշեր, ու ես ագարատես եկա բոլորին, անպայման կփորձեն, դարձյալ պիտի փորձեն, բայց չեն հաջողի։ Վստահ եղիր, չեն հաջողի, որովհետև անգոդրում է ոգիդ, որովհետև հզոր է քրիչը, որովհետև ամենազոր է խիղճը և մանավանդ, որովհետև ամբարդելի է պատգամը։ Թրիչք, թեպի հոնուր ես չեմ ապրեց, թրիչք, թեպի հոնուր կապրիմ ամենուր, թրիչք, թեպի ամեն մեկ տրոքյունը սրտիս, թրիչք, թեպի ամեն մեկ հև կշունչիս, թրիչք, թեպի հոնուր ես ընդանիք չունի, թրիչք, թեպի հոնուր ամենքն են հարազատ, թրիչք, թեպի սերեր և սիրահարություն, Թրիչք, թեպի ժայռն գերոջը սարյան ոցված, թրիչք, թեպի ռումպերը կանքիս մեջ պայթող, թրիչք, թեպի հոնուր բարզություններ չգան, թրիչք, թեպի հոնուր ամեն բան պարզ է արդեն, թրիչք, թեպի պաշտելին, թրիչք, թեպի զզվելին, թրիչք, թեպի հոն, թրիչք, թեպի հզորը, թրիչք, թեպի ամենի ադանը, թրիչքս, հայերեն